Բարև սիրելի հայրենակիցներ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն Արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք երկիր մոլորակի ստեղծման, ինչպես նաև հայկական լեռնաշխարհի տեղը և դիրքը երկրագնդի վրա։ Մեր հյուրն է լեռնային ինժեներ, հայագետ Տիգրան Մկրտչյանը։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Արդեն ներկայացրի, որ խոսելու ենք երկրագնդի ստեղծման, ինչպես նաև հայկական լեռնաշխարհի մասին, թե որտեղ է, ինչ տեղ է գրավում երկրագնդի վրա հայկական լեռնաշխարհը, նրա առանձնահատկությունները, կարևորությունները որոնք են, եւ անմիջապես սկսենք առաջին հարցից. ինչպես ստեղծվեց երկրագունդը եւ հայկական լեռնաշխարհը ինչ տեղ ու դիրք ունի երկրի մոլորակի վրա։ Երկրագնդի առաջացման կա մի քանի տեսություն, որոնցից ամենահավանականն է ընդունվում գազային կույտից բարձր ջերմության գազային կույտից կանաց սարքելով, նյութերն հավաքելով, ամրացնելով, պնդանալով առաջացել է մեր երկրագունդը։ Պատկերացնելու համար կարող ենք նայենք հիմիկվա գոյություն ունեցող մի քանի մոլորակներին, օրինակ Յուպիտեր, Սատուրն, որ փաստորեն իրենցից ներկայացնում են գազային կույտեր։ Սարքելով գազային զանգվածը կամաց խտանալով ջերմությունը իջեցնում է եւ առաջանում է ինչ-որ մի ժամանակ անց կոշտ եղեք, որի վրա որը որ վերջում ձևավորվել է եւ ստացել է մեր երկրագնդի տեսքը։ Այդ ընթացքում եղել է մի որոշ ժամանակաշրջան, երբ որ ջերմությունը եղել է մի քանի 100 աստիճան բարձր եւ ջուրը փաստորեն եղել է միայն գոլորշի վիճակում նորորդի մեջ։ Սարքելով եկել է մի ահա, երբ որ ջուրը իջել է մակերևույթ եւ եւս մի քանի անգամ սառացնելով մակերևույթը բերել է լեռնային ապարների առաջացմանը։ Եղել է նաեւ մի ժամանակաշրջան, երբ որ ամբողջ երկրագունդը եղել է պատած ջրով, քանի որ նրա քանակը եղել է շատ մի չափ, բայց շատ ավելի հավասարաչափ է բաշխվել մակերեսով եւ եղել է ծածկված ամբողջ երկրագունդը ջրով։ Սարքելով, ջուրը ծծվելով ներս, նրա քանակը կամաց քչանալով առաջացել է մի կղզի, որը փաստորեն նախասկիզբը կարող ենք համարել, նախակղզի անունով եւ այդ ընթացքում սկսել է գործել մի մեխանիզմ, որը բերում է այդ կղզու աճման, մեծացման, բարձրացման եւ մնացած երկրագնդի վրա գերերի մասը սկսել է իջնել, ուզվելով, մտնելով ցած։ Գիրն այն է, որ ընդունված տեսություններով մի ժամանակ եղել է, երբ որ ամբողջ մայրցամաքը եղել է միասնական մի մեծ կղզու նման, որը կոչվել է Պանգեա, այդ մեծ կոշտություն ստացած Պանգեան ժամանակի հետ սկսվող տեղաշարժերի պատճառով մեծ ճակ է ստացել մեջտեղի մասում, որից հետո բաժանվել է երկու մասի, Լավրազիա եւ Գոտվանը կոչությամբ, որոնք իրարից բաժանվելով եւ հաջորդ մասերով բաժանվելով, փորձելով, տարածվելով թեւով մահմա առաջացվել են հիմիկվա մեր հայցամաքների դիրքը երկրագնդի վրա։ Հետաքրքրականը նա է, որ կենտրոնական մասը փաստորեն եղել է միշտ նույն հեռավորության վրա այդ բոլոր բաժանումների ու կոդրատած մասների հետ։ Մինչև այժմ պահպանվել է հայկական լեռնաշխարհի կենտրոնական դիրքը մայրցամաքների կենտրոններից։ Եթե վերցնենք մեր մոդից Արարատ լեռան մոդից հեռավորությունը մինչև Եվրասիայի կենտրոնը, որը մնում է Եզրաքաղաքից 50 կիլոմետր դեպի արևմուտք, այդ նույն հեռավորության վրա գտնվում է նաև Աֆրիկայի կենտրոնը, Չադ լճի միջավայրը։ Իսկ Ավստրալիայի կենտրոնը նույն հեռավորության վրա է, ինչպես հարավային եւ հյուսիսային Ամերիկայի կենտրոնները։ Փաստորեն այդ կենտրոնական դիրքը պահպանվել է մինչ այժմ ու մենք փաստորեն կարող ենք տեսնել, որ մինչև հիմա էլ կենտրոնը մնում է մեր հայկական լեռնաշխարհը։
Պարոն Մկրտչյան, ուրիշ ինչ առանձնահատկություններ ունի հայկական լեռնաշխարհը։ Բացի իր կենտրոնական դիրքից կարելի է համարել առանձնահատկություն, որ ամբողջ այս տարածաշրջանում Աֆրիկայի հյուսիսով վերցրածում մինչև անգամ Եվրոպայի կենտրոնական մասը, միայն այս հայկական լեռնաշխարհն ունի յուրահատուկ ակտիվ հրաբխային և ծալկավորման այդ ընթացքների միաձուլում։ Փաստորեն միայն այստեղ է, որ հրաբխայնությունը ծալկավորումը երկրակերևի միատեղված է։ Դա դարձել է պատճառ, որ հայկական լեռնաշխարհը շատ հարուստ է օգտակար հանածոներով, տարբեր տեսակի մետաղներով և հրաբխային ապարներով, որը նախամարտու համար հիմք է ծառայել ակտիվ գործունեությամբ զբաղվելու և այստեղից փաստորեն տարածվել են այդ օգտակար հանածոների մեծ մասը ամբողջ շատ տարածքներով Աֆրիկայից մտնած մինչև Ասիայի միջին մասերը։ Պարոն Մկրտչյան, և միգուցե համարենք, որ ամենագլխավոր հատկությունը, առանձնահատկությունը հայկական լեռնաշխարհային է, որ մարդը էակը ստեղծվել է հայկական լեռնաշխարհում, այդ մասին մանրամասնեք։ Կա նաև գիտական շատ փաստեր, որոնք կարող են հավաստության, որ փաստորեն մարդը իսկապես առաջացել է մեր տարածաշրջանում։ Ես վերջի տարիներում մեծ աղմուկ է անել Աֆրիկայի վարկածը, շատ մասնագետներ տարբեր տեսակի, սկսած լեզվաբաններից, բնիաբաններից, անթրոպոլոգներից և անգամ մշակույթաբաններից պնդում են, որ Աֆրիկայում են գտնվում հնագույն մարդու հետքերը կամ անգամ նախամարտու հետքերը գտնվում են Աֆրիկայում, որը փաստորեն չի համապատասխանում իրականությանը, քանի որ և մարդաբանական տեսակետից, և լեզվաբանական, և թվարկած բոլոր տեսակետներից կենտրոնը մնում է հայկական լեռնաշխարհը, հենց այստեղից են տարածվել ու բաժանվել բոլոր լեզուները, ժողովուրդները։ Լեզվական տեսակետից համարվում է, որ Աֆրիկայում են գտնվում ժողովուրդներ, որոնց լեզուն տարբերվում է բոլոր մնացած լեզուներից, ոչ թե արտաշնչման վրա է, այլ շատ հնչյուններ ստացվում են նրանց ներշնչվելու ընթացքում, որը շատ մեծ տարբերություն է տալիս մնացած լեզուների նկատմամբ, և համարվում է, որ դա եղել է հնագույն խոսելաձև մարդու, բայց փաստորեն այդ լեզվին տիրապետում է միայն մի փոքր ցեղ հարավային Աֆրիկայում, Սանտ-Կոշեցիալ։ Նրանք հենց նույն այդ ցեղներ մարդաբանական տեսակետից համարվում է հնագույն, որ նա մոտ անթրոպոլոգիական տարբերություններ մնացած ժողովուրդները միգվա մարդկությունից շատ են, գենետիկ տարբերություններն են համարում, որ այդ ժողովուրդը, այդ Սանտ-Կոշեցիալ ցեղը ունի ամենահին գենետիկ փոփոխություններ, այսինքն նրա կրողները միգվա մարդկության ամենահին կրողները իրանք։ Փաստորեն այդ գենետիկ ուսումնասիրությունները կատարվել են միայն մի միտոխոնդրիալ ԴՆԿ-ի ուսումնասիրությամբ, երբ որ վերցնում են ուրիշ տեսակի գեները, ստացվում է, որ ամենահինը եղել են միգվա Սումատրայի բնակիչները, կան և տեսակետներ, որ ամենահինը եղել են Ասիայի հարավային մասի բնակիչները։ Եթե մենք ընդունենք, որ Աֆրիկան է կենտրոնը, բացատրություն չկա, թե ինչպես կարող են այդ նույն մարդաբանական տիպը տարածվել մեծ հեռավորությունների վրա ու պահպանել իրանց մարդաբանական տիպը մինչև այսօր։ Ժամանակակից մարդու տեսակը առաջացել է ներմուտ։ Սկզբում եղել է փոքրամարմին պիգմեոիդ տեսակը, առաջանալով մոտ 140,000 տարի առաջ, մեծ ավետի հետևանքով, որը բերել է Յուրմի սարսափատման ավարտին, առաջացել է այդ մարդատեսակը, որը պաշտպանվելով այդ տեսքին, փաստորեն տարածվել է սկսած Եվրոպայի արևմտյան մասից, Աֆրիկայի կենտրոնից ու
մինչև Ամերիկայի հյուսիսային մասը։ Նրանից հետո 40,000 տարի սրանից առաջ եղել է ևս մեկ մեծաղետ, որը բերել է այդ նախնական մարտաբանական տիպի մասնագի փոփոխման եւ առաջացել են իմիգվա ռասաների նախնական տիպերը, երկու տիպը, կրոմանյոն տեսակը եւ մանգալոիդ տեսակը։ Կրոմանյոնի առաջացման վայրը էլի շատ հավանական է ու շատ փաստերով բերում է նորից մեր լեռնաաշխարհը, հայկական լեռնաաշխարհը, իսկ մանգալոիդ տեսակը Չինաստանի հյուսիսային մասում կամ Մոնղոլիայի ու իմիգվա Բայկալ լճի տարածք։ Հաջորդ փոփոխությունը եղել է սրանից 12,500 տարի առաջ ևս մեր գաղութի հետևանքով արդեն առաջացել է մեր իմիգվա հիմնական հասարակական տիպերը։ Եվրոպոիդը արդեն ստույգ համարվում է, որ առաջացել է մեր լեռնաշխարհում։ Նեգրոիդը Աֆրիկայի միջին մասում, մանգալոիդը Բայկալի ափին, փաստորեն, Անգարագետի ափին, Ավստրալիայում ավստրալոիդը։ Հետաքրքիր է նաև, որ նորից այդ բոլոր փոփոխությունները համանգել են մեծ աղետի հետ, որը որ պատմության մեջ ընդունված է որպես ջրհեղեղ, չնայած տարբերում են ջրհեղեղից, որտեղ ազդեցությունները եղել են շատ տարբեր վայրերում, բայց ոչնչացումը եղել է իսկականից աղետային ամբողջ երկրի համար։ Պարոն Մկրտչյան, խոսեք նաև մետաղագործությունից, որը նույնպես հայկական լեռնաշխարհից է դուրս եկել։ Սակայն իրողությունից անհնար է։ Փաստորեն մեր տարածքում գտնվել է հնագույն օգտագործվող մետաղների, ինքնացին մետաղների, փաստորեն հնագույն նմուշները, պղնձից սարքած դավարները, կացինները, ինքնացին պղնձները առաջին մետաղը, որը օգտագործվել է։ Այդ նորույթը տարածվել է սկզբում մոտ տարածաշրջանը, որտեղ որ մետաղի քանակները երևի քիչ են հայկական բարձրավանդակում, ու գնալով էնեոլիտ կոչված մշակույթի հետ ձևը տարածվել է հասել է մինչև Աֆրիկայի հյուսիսային մասը, Ասիայի կենտրոնը, Եվրոպան։ Ժամանակագրությամբ ստացվում է, որ ամենահնագույն նմուշները իհարկե մեր մոտ են, որից հետո այդ մշակելու տեխնոլոգիա կամաց տարածվելով մասնագետները հետը գնալով տարածվել է նաև մյուս տարածքներում։ Հաջորդ փուլը եղել է պղնձի ձուլումը, որը նույնպես առաջացել է մեր մոտ։ Սկզբնական ձուլումը էլի նորից պղնձի վրա է տարածվել, օգտագործել են ձուլված պղինձ, ձուլացու օրարգանները արդեն կարող են լինել մեծ չափի, կարող սարքել են կացիններ և ուրիշ ավելի խոշոր մետաղական իրեր։ Հաջորդ փուլը եղել է պղնձի հետ ձուլած լրացուցիչ մետաղական հավելումները։ Ոչ անագային բրոնզի տեսակներն են օգտագործվել, մինչև այդ մշակույթը նույնպես տարածվել է կենտրոնում ունենալով մեր հայկական բարձրավանդակը և երրորդ հազարամյակի սկզբում փաստորեն մեր մոտ ձուլվել է առաջին անագային բրոնզը։ Չորրորդ հազարամյակի վերջը եղել է ևս մի մեծ աղետի պատճառով քաղաքին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել երկրագնդի վրա և մարդկային մշակույթներ մեծ փոփոխություն է կրել, առաջացել են առաջադեմ քաղաքակրթությունները եգիպտական և միջագետքինը, որոնք որ փաստորեն եղել են մեր կենտրոնական մասի եզրագծերի վրա և եղել են հին արեական գոտուց դուրս տարածքներ։ Անագային բրոնզը օգտագործելով մեր նախնիները փորձել են դարձի բերել այդ շեղված քաղաքակրթությունները, ինչը հաջողությամբ չի ուսալվել և անագային բրոնզ ունեցող արդեն մեր նախնիները տարածվել են ամբողջ երկրագնդով, տանելով իրենց հետ այդ քաղաքակրթություն կոչեցյալ աղթը։ Միայն հայկական բարձրավանդակում մնացել է մաքուր հին
մշակույթի ձևը, փորձ է եղել ևս մեկ անգամ վերադարձնել մարդկությանը ճիշտ ուղու վրա, դա ակնկալել է երկաթի ձուլված երկաթի տարածման մշակույթի ժամանակ, որը երկրորդ հազարամյակի կեսից նորից մեր տարածքից այդ մշակույթ կրողները, այդպես կոչված ծովի ժողովուրդները փորձել են դարձի բերել Եգիպտոսի շրջված քաղաքակրթությունը, միջագետքի քաղաքակրթությունը, ինքնավա քաղաքակրթական ուժը հաղթել է այն բոլոր փորձերին եւ մենք հիմա շարունակում ենք հավրել շեղված վիճակում։ Խոսենք նաև այն մասին, որ հայկական լեռնաշխարհից է դուրս եկել հացահատիկի բոլոր տեսակի մշակաբույսերը։ Շատ ուրիշ ուսատեսակներն են լինում, նույնպես հենց սկիզբը, այսինքն իրենց մշակման սկիզբը դրվել է նորից մեր մոտ։ Դա եղել է նոր կարեդարի սկզբի հետ միասին, այդ իմ ասած 12,500 տարի առաջ եղած աղետից անմիջապես հետո փրկված մի խումբ մարդիկ, որոնք որ մեր լեռնաշխարհում փրկվել են այդ աղետից, միանգամից յուրացրել են այդ նոր մշակույթը եւ հողագործությունը եւ կենտրոնների ընդայնացումը նույնպես եղել է այդ ժամանակաշրջանում եւ նորից եղել է այս մեր կենտրոնական մասում դա արդեն հաստատված է բոլոր տնտեսակի ուսումնասիրություններով եւ հինգդացումներով եւ պատմական նմուշներով նոր կարեդարը, աստորեն եւ միջին կարեդարը նույնպես իրենց հայրենիք ունեն մեր լեռնաշխարհում։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, սիրելիներս, այսօր այսքանը հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ձայն Արարատի հայագիտական հաղորդաշարը, իսկ մեր հյուրն էր Տիգրան Մկրտչյանը։ Հաջողություն։